Ուզում եմ անցյալից մի քիչ հիշեցնեմ, նոր անցնենք մեր այսօրվա թեմային։ Նախ ինչպես Արսենն ասեց գյուղեղբայր աղոթքի մեջ, փառք Աստծուն, որ Աստված պարգևել է այսօրը, այս ժամը, որ մենք հնարավորություն ունենք թե իր խոսքով կիսվել, թե իր հետ անձամբ հաղորդակցվել։ Հիշեցումը սկսեմ հետևյալից։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվեց, որպեսզի ով որ նրան հավատա, չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Կարծում եմ բոլորդ սա գիտեք։ Ինչ եմ ստեղից սկսում։ Մենք այն ժամանակ, որ դեռ հավատել չէինք եկել, Աստված սիրում էր մեզ։ Իսկ ոչ թե մենք եկանք հավատքի նոր սկսեց սիրել, սիրում էր, հիմա շարունակում է սիրել։ Որ եկանք հավատքի էլ ավելի սիրում։ Ուզում ասեմ, որ այն մարդիկ, որ դեռ հիմա հավատքի չեն եկել, Աստված սիրում է նրանց։ Աստված աշխարհը այնպես սիրեց աշխարհը, ոչ թե ծառ ու քարի նկատի, այլ մարդկանց։ Աստված բոլոր մարդկանց սիրում է։ Ամեն։ Սա մեկընդմիշտ ոնց որ ընդունված է։ Հիմա այս ինչ որ մինչև հիմա կարդացել ենք, հասել ենք բաները, կնիկները, փողերը եւ այլն, բոլորը Աստծո սիրո արտահայտություններ են։ Ճիշտ է, կան պատիժներ, բայց այդ պատիժը հայրական պատիժ է, ոչ թե վերացնելու պատիժ։ Աստված ուզում է արթնացնի։ Աստված ուզում է իր ժողովրդին արթնացնի, Աստված ուզում է այդ անհավատ ժողովրդին արթնացնի, Աստված ուզում է, որ մարդկանց հասկացնի, որ Աստված կա, Աստծուն փառաբանեք, ընտրեք Աստծուն, որ հավիտենական կյանք ունենաք։ Բոլորի նպատակը դա է, թեկուզ ոմանց նույնիսկ վերացնելով այն մյուսները ապաշխարեն։ Դες բաներ էլ կար։ Հիմա գիտեք, 7-րդ կնիկից հետո արդեն 7 փողեր տրվեց փչելու, եւ այդ փողերը ազդարարություն էին, 7 փողեր արդեն նշանակում է վերջի ժամանակը, վերջի ժամանակ։ Ես մի հատ օրինակով սա ներկայացնեմ։ Հիմա պիկնիկ են ասում, մեր հայերենով չգիտեմ ինչ են ասում դրան, որ ասեն քեֆի ես այդտեղ, կամ միտեղ բնության գիրք ես այդտեղ, կամ միտեղ վերջը մի տեղ ես գնացել, որտեղից պետք է վերադառնաս, գաս քո տուն, այդտեղ չես մնալու։ Օրվա մեջ այդտեղ ինչպես կանցկացնեք, կխաղաք, կհանգստանաք, կուտեք, կխմեք, ինչ կանեք, բայց որ գալիս է վերջի, ասենք, գալու ժամը։ Ասենք թե ժամը 6-ն է, որ պետք է վերադառնաք։ Վերջի 20 րոպեն կամ կես ժամը արդեն այս բառերն են հնչում։ Շուտ արեք, հավաքվեք, պատրաստվեք, եկեք, արդեն վերադառնում ենք։ Այսինքն չեն ասում բերեք մի հատ էլ նստենք հաց ուտելու, մի հատ էլ ճաշ եփեք եւ այլն, չէ։ Արդեն հավաքվելու վերադարձի բառերն են հնչում այդ վայրում։ Ընդունում եք, ես սենց եմ հասկացել, սենց եմ տեսել։ 7-րդ փողը որ հնչեց, արդեն վերադարձի, այսինքն մենք գնալու ենք մեր հավիտենական տունը։ Այդ հնչողությունն է։ Դրանից հետո այդ խոսքերն են։ Եվ 7-րդ փողը հնչելուց հետո, այնտեղ էլի բաներ ասեմ երկնքում բան, 11 գլուխներ։ Դրանից հետո 12-13 գլուխներում ներկայացում են բաներ, որոնք մեզ հասկացնում են, որ այդ արանքին չէ։ Մենք ինչերի ենք հանդիպելու, այդ վերջի շրջանում ինչերի ենք հանդիպելու։ Այսինքն 12-13 գլուխներում հիմնականում ասում է, որ վիշապ կա, գազան կա, մի հատ էլ գազան կա, այս երկրորդ գազանը միտեղ դրան սուտ մարգար է, ասում ավելի փոքր գազան, որը բայց մարդկանց մղում է դեպի այդ մեծ գազանը։ Հասկանում ենք վիշապ են, օծնա, այս գազանների մասին հեսա 17-րդ գլխում այսօր կարող է չհասցնենք, 17-րդ գլխում ավելի է բացատրված, որ դրանք թագավորություններ են, ոչ թե դա հրեշտակ, այլ թագավորություններ, երկրային թագավորություններ։ Իսկ բան է, սուտ մարգարեն անձնավորությունն է, որը հասկանում ենք Լեռնա։ Հիմա եւ դրանք սկսում են ինչ-որ գործեր անել։ Եվ դրանց Թեսաղոնիկեցիների թղթում, երկրորդ Թեսաղոնիկեցիների երկրորդ գլխում գրված է, որ այդ մեր Տիրոջ մոտ հավաքվելու այդ հափշտակությունը չի գա, քանի կորստյան որդին չի եկել։
Մինչև այդ են մյուս գազանը մահուչավ վիրավորված էր, առողջացավ, իմ հասկացողությամբ, հիմա այդ գազանի մահուչավ վիրավորված վիճակն է։ Այդ գազանը հայտնվել է մոտավորապես իմ կարծիքով, իմ հաշվով, սրանից 150 տարի առաջ, որ ասում մոտավորապես կարող է 140-120 բան։ Մոտավորապես 150 տարի առաջ է հայտնվել, ինքը գործել է ահագին իր գազանությունն արել է, հիմա տեղ-տեղ անում է, բայց հիմնականում այդ վիրավորված վիճակն է։ Բայց ստեղից հասկանում եմ, որ այս վերջի օրերին ինքը պետք է լավանա եւ մոտավորապես 3 տարուկես ինքը գործելու է եւ շատ նեղելու է սուրբերին։ Աստծո ժողովրդին շատ պետք է նեղի։ Բայց մի կարևոր բան ասեմ, հենց այսօր մի հատ էլի իմ սովորության համաձայն կլինիկական մահի այդ բառը լսեցի, որ այդ քույրիկը ասում էր Հիսուսն իրան ինչ է ասել։ Որ բնականորեն վտանգի ժամանակ մարդը պատասպարան է փնտրում, ճիշտ է։ Պահվելու տեղ, ապահով տեղ։ Եվ Աստված ասել է իրան, ամենաապահով տեղը ձեր սրբությունն է։ Ճիշտ է, Աստված ինչ որ տեղեր ունի, որ կարող է ձեզ տանի, ոնց որ կնոջը տարավ անապատ, որ իր համար պատրաստված էր։ Բայց ամենաապահովությունը ձեր սրբությունն է, որ դրանով Աստված ձեզ պահելու է։ Աստված նաև պահելու է նրանց, ովքեր ամբողջությամբ հանձնվում են իրան։ Թե չէ մենք մարդկորեն, եթե ապահով տեղ փնտրենք, եթե Աստված չպահի, ոչ մի ապահով տեղ չկա։ Ոչ մի ապահովություն չկա Աստծուց հեռու։ Միակ ապահովությունը Աստծու մեջ է, Աստծու հետ է։ Իսկ Աստծու հետ պետք է սուրբ լինես։ Վերջը, այդ մեծ գազանը, որ այդ 3 տարի ու կես պետք է գործի, հետո որ սկսելու այն փոքր գազանը, այսինքն նեռը։ Նեռը մի հատ բան է հրատարակելու։ Ով որ ինձ երկրպագի, միայն նրանց թույլ կտամ առուտուր անելու։ Ով որ ինձ կամ գազանին չերկրպագի, թույլ չեմ տա։ Սա գրված էր 13 գլխում։ Եվ ասում որ դրա անունը, անունը չէ, ներողություն, դրա անվան թիվը 666 է։ Եվ ես հասկացա, որ այդ 666 ինչ է։ Եսի որ այս բանը սկսի, հիմա ես մի հատ արդեն հիշեցման կարգով, բայց չեմ ասել ես նոր եմ ասում։ Բայց բոլորս գիտենք մարդկության վիճակը։ Ժողովուրդ, մարդկությունը մի խառը կամ հավասար բան չի, մարդկությունը շերտավորում ունի։ Մեծեր, փոքրեր, հարուստներ, աղքատներ, թագավորներ, ծառաներ, մարդկությունը շերտավորումներ ունի։ Հոգևոր առումով շերտավորումը հետևյալն է։ Ես 2 ծայրահեղություններ ասեմ։ Մի ծայրահեղություն չէ, մի ծայրը, մի մասը։ Նրանք են, ովքեր մի ժամանակ այս աշխարհին էին, բայց իրանց կյանքը տվեցին Քրիստոսին, հիմա ամբողջությամբ պատկանում են Քրիստոսին։ Մարդկանց մեջից գնված մի շերտ կա, որ մենք այդ շերտին ենք պատկանում։ Շերտ, որ ասում հասկանում եք։ Ռուսերեն ոնց են ասում։ Չէ լավ։ Վերջը մի տեսակ, մի չափ, որ մենք այսօր համարում ենք Աստծո որդիներ, կամ Աստծո սուրբեր, կամ Քրիստոսի ընտանիք։ Սա մարդկության մի տեսակն է։ Այն մյուս կողմը մի տեսակել կան, որ իրանց ցանկությունների համար, իրանց ցանկությունների կատարման համար պատրաստ են սատանայի հետ ցանկացած գործարքի մեջ մտնեն, մենակ թե իրանց ցանկությունը կատարվի։ Այսինքն ճիշտ սրա հակառակը։ Նրանք էլ նվիրված են սատանային, սատանային ասենք իրանց հասկացողությամբ սատանային չէ։ Իրանց ցանկություններին այնքան տարված են, իրանց փառքին, իրանց ունեցվածքին, իրանց վայելքներին, իրանց ցանկացած ուզածին, որ պատրաստ են ցանկացած վատ բան անել, մարդկանց տրորել, բազմություններ սպանել, գիտեմ ինչ սատանայի հետ գործարքի մեջ մտնեն, մենակ թե հասնեն իրանց ուզածին։ Մի հատ օրինակ ասեմ։ Հիտլերի համար օրինակ ես լսել եմ, որ ինքը մինչև այդ Գերմանիայի ղեկավար, այն ժամանակ չգիտեմ ինչ են կանցլեր են ասել ինչ լինելը, այդքան էլ ինքը որևէ մի հարցով փայլուն բան կարողությունների տեր չի եղել։ Այն միջին մակարդակի մարդ է եղել։ Բայց այնքան է ուզել այդ փառքին Տիրանը, որ սատանայի հետ գործարքի մեջ է մտել, ուխտի մեջ է մտել սատանային։
Հիտլերը։ Սատանան իրեն հաջողել է, որ դառնա այդ մարդը, դեպարզ հետո էլ տարել է։ Հիմա իրան հիշում են միայն վատով, որտեղ Սատանան լավ բան չէր անի։ Եվ ես հասկացել եմ, որ նման մարդիկ շատ կան։ Մի շերտն էլ էտա։ Հիմա կարող ամբողջ մարդկության 5% լինի այդ, ես չգիտեմ։ Ուզում ասեմ, այդքան էլ շատ չէ, բայց ինչ որ բան կա։ Մեր նմաններն էլ կարող է 10% լինի ամբողջ մարդկության։ Հիմա այն ամենամեծ հակադրությունը այս երկու ծայրերի մեր եւ նրանց միջև է։ Հիմա ները որ այդ հայտարարությունն անի, որ ով որ երկրպագություն չանի Գազանին, չօգտվի խանութներից, այդ մարդիկ պատրաստ են երկրպագելու Գազանին, որպեսզի խանութներից օգտվեն։ Որպեսզի իրանց ցանկություններն անեն, իրենց բիզնեսը աճի, իրանք փառավորվեն։ Իսկ ովքեր Աստծունն են, պատրաստ են մեռնեն, բայց Գազանի երկրպագություն չանեն։ Այսքան մեր մեջ տարբերություն կա։ Եվ Աստված ինչա թույլ տալու ներին, որ այս հայտարարությունն անի, որպես իսկապես ջոկվեն, այդ մի շերտի մարդիկ ջոկվեն, այս շերտի մարդիկ էլ ջոկվեն։ Եվ սա թե ինչքան է տևելու չգիտեմ, բայց մեր համար շատ կարճ է տևելու։ Աստված ասեց սուրբերի համար պիտի կարճացնեմ, հիշում եք Հիսուսն ասեց։ Եվ անցած անգամ այստեղ գրեցինք Դանիելի մարգարեության 12 գլխի վերջի համարները, որ կարմեք գրեք, որ այդ ների տրված ժամանակը 1290 օր էր։ Սրա վերևի համարը։ Վերջ 1290 օր պիտի լինի, հիմա հաջորդը երանի նրան, որ պիտի սպասի ու 1335 օրվան պիտի հասնի։ Ես հանումից լավ եմ, էլի ոչինչ։ 1335-ից, որ հանենք 1290, դառնում է 45։ Այսինքն, սուրբերի համար այդ օրերը ընդամենը 45 օր են լինելու։ Որպեսզի շատ չի երկար, որովհետև առաջ Կորինթացիների 10:13-ում գրված Աստված մեր կարողությունից ավել փորձություն թույլ չի տալու։ Հայտնության մեջ մի եկեղեցին իսկ ասում է 10 օր պետք է դու չարչարվես։ Քո դժվարությունը 10 օր անելու։ Ոմանցը 10 օր կլինի, ոմանցը մի օր կլինի, բայց ամենաշատը 45 օր պիտի լինի։ Եվ ես հավատում եմ, որ այդ 45-րդ օրում այդ ժամանակվա, ոչ թե հիմիկվանից հաշված 45 օր, այլ այդ 3 տարի ու կեսից սուրբերը պիտի վերցվեն։ Եվ դրանց դու ներնել արդեն դերևս կանունա, այդ մասին լավ խոսենք։ Հասկացաք այսքան ինչ եմ ասում։ Հիմա այսքան ասի, որ մի երկու միտք ասեմ։ Մեկը Աստված հետաքրքրված չի։ Չէ, բերեք միտեղ կարդամ նորից նախադասությունը շարունակեմ։ Անցած անգամ կարդացել ենք 14 գլխից 9-րդ համարից կարդամ։ Նրանց հետևից 3-րդ հրեշտակը եկավ ու մեծ ձայնով ասեց. ով որ Գազանին ու նրա պատկերին երկրպագություն անի եւ դրոշմիր ճակատի վրա կամ իր ձեռքի վրա ընդունի, նա Աստծո սրբնտության գինից պիտի խմի, որ անխառն լեցված է նրա բարկության գավաթի մեջ, եւ կրակով ու ծծումբով պիտի տանջվի սուրբ հրեշտակների առջև ու գառնուկի առջև, եւ նրանց տանջանքի ծուխը պիտի ելնի հավիտյանս, հավիտենից ցերեկ ու գիշեր եւ այլն։ Ուրեմն ստեղ մի բան հայտարարեց. ով որ Գազանին եւ նրա պատկերին երկրպագություն անի, նա կրակի ու ծծումբի մեջ հավիտյան պիտի տանջվի։ Ես հիմա սենց եմ հասկացել։ Ամենասկյուզին չի ասի, Աստված այնպես սիրեց աշխարհը։ Ժողովուրդ, Աստված չի ուզում այս հավիտյան տանջվողները շատ լինեն։ Աստված հետաքրքրված չի, որ շատերը գնան կրակի լիճ, չէ։ Պարզապես թույլ է տալի, որ այդ սատանային կամ այդ իրանց փառքին, իրանց եսին ամենանվիրվածները այս քայլը անեն եւ ինքը սահմանափակելու է։ Դրա համար եմ ասում, ամենաշատը 666 հոգի գրվեն նրա ցուցակում, Աստված արդեն կանգ
կանգնեցնելու է։ Բայց սուրբերին Աստված պիտի պահի։ Այո, սուրբերից ոմանք կարող է նահատակվել։ Աստված թույլ է տալու ամեն մեկի իր կարողության չափով։ Եվ հիմա 12, 13, 14 գլուխները գրված են, որ այս հայտարարություն լինի, որ ոմանք պիտի չերկրպագեն Գազանին, ոմանք պիտի երկրպագեն Գազանին, ովքեր երկրպագեն Գազանին, նրանք հավիտենական կրակի ծծումի մեջ են լինելու։ Իսկ ովքեր որ չերկրպագեն Գազանին, նրանք լինելու են Աստծո բաժինը, նրանց համար Աստված մեծագույն խոստում ունի եւ այդ հափշտակություն բառը, որ շատ անգամ գրված է, դրան պիտի մասնակցեն։ Եվ հիմա մեզ ինչ է մնում ժողովուրդ։ Մենք ընտրել ենք Աստծուն, բայց մնում է որ մենք մեր ընտրության մեջ հաստատ մնանք, որ մենք Աստծուն հանձնված լինենք, մենք երկու ոտի վրա չկաղանք, աշխարհի եւ հավատի մեջ չկաղանք, որովհետեւ Աստված պիտի տանի նրանց, ովքեր իսկապես իր բաժինն են։ Եվ վերջապես հիշեցման համար 14 համարից էլ կարդամ, 14 գլխի 14 համարից։ Տեսա մի ճերմակ ամպ, ու այն ամպի վրա մեկը նստած էր որդու մարդու նման եւ իր գլուխը ոսկի պսակ ու իր ձեռքը սուր մանգաղ ուներ, տաճարից ուրիշ հրեշտակ ելավ, որ ամպի վրա նստողին մեծ ձայնով կաղաղակեր ու կասեր. Արևմտահայերեն է գրած, բերեք արևմտահայերեն կարդեմ, հա։ Երկնցուր քո մանգաղը դու հնձե, որտեվ հնձելու ժամանակը եկա, որտեվ երկրի հունձքը հասունացած է։ Այն որ ամպի վրա կնստեր իր մանգաղը երկրի վրա երկնցուց ու երկիրը հնձվեցավ։ Ես հասկացել եմ, որ սա այդ հափշտակությունն է։ Աստված իր բաժինը հնձեց։ Անցած անգամ ստեղ գրեցինք Մարկոս 13:27-ը, որ 27-26 ծաղկում, որ այսպես որդին մարդու Հիսուսն ասեց, ամպերով պիտի գա եւ իր հրեշտակին պիտի ուղարկի եւ երկրի 4 կողմերից հնձեն հավաքեն իր ժողովրդին։ Այսօր է լինելու է։ Եվ ես հասկացել եմ, որ այսօր այդքան որ ասեցի այդ ների գործունեության բանի, այդ շատ կարճ այդ ժամանակ առնելու։ Բայց մենք ինչ որ չափ այդ Գազանի պատճառած նեղություններին պետք է հանդիպենք։ Բայց ամենալավ պատասպարանը սուրբ կյանքն է, Աստծուն հանձնված լինելն է։ Այսքանի հիշեցում էր, կեսը հիշեցման վերագնաց։ 17 համարից եմ կարդում, 14 գլխի 17 համարից։ Ու երկնքի մեջի տաճարից ուրիշ մի հրեշտակ ելավ, սա էլ սուր մանգաղ ուներ, ու սեղանից ուրիշ մի հրեշտակ ելավ, որ կրակի վրա իշխանությունն էր, ու մեծ ձայնով կանչեց նրան, որ սուր մանգաղ ուներ, ու ասեց. Էլի երկնցուր քո սուր մանգաղը, դու երկրի այգի ողկույզները կտի, որտեղ նրա խաղողները հասունացած են։ Այն հրեշտակն էր իր մանգաղը երկրի վրա երկնցուց ու երկրի այգի խաղողները կտեց, ու Աստծո բարկության մեծ հնձանի մեջ գցեց։ Հնձանը քաղաքից դուրս կողվեցավ ու հնձանից արյուն կելներ, որ մինչև ձիերու սանձեր ու 1600 ասպարեզ կհասներ։ Այս 1600 ասպարեզը մի գրքի մեջ գրած էր 300 կիլոմետր։ Ուրեմն, ստեղ ես իմ բան եմ ուզում բացատրեմ, որը 100%-ով չեմ պնդում, պարզապես տենց եմ հասկացել։ Որ ասում 100%-ով չեմ պնդում, միգուցե մի օր Աստված բացանի, որ լրիվ ուրիշի նկատի ունի, բայց այս պահին ես ինչ-որ հասկացել եմ ասեմ, կարամ չասեմ, բայց քիչ ասեմ։ Ասեմ, էլի միգուցե ճիշտ դուրս գա։ Ասենք ես էլ Աստծուց աշխատում եմ ստանամ, էլի ես էլ Աստծո վախ ունեմ, որ սխալ բան չասեմ, ասենք ինչ որ չափ համոզված եմ, որ սխալ չեմ։ Բայց 100%-ով չէ։ Նոր քիչ առաջ որ ասի մարդկություն շերտավորված են, ասինքն կան սատանային հանձնվածներ, կան Աստծուն հանձնվածներ։ Էնի մոտավորապես 5%, եսի մոտավորապես 10%։ Բայց արանքը մի 70% էլի մարդիկ կան, որ ոչ Աստծուն են հանձնված, ոչ էլ սատանային են հանձնված։ Ժողովուրդ կան տես մարդիկ, թե չէ։ Եվ շատերը այդպիսին են։ Ոչ Աստծուն են հանձնված, ոչ սատանային են հանձնված։ Հիմա այդ մարդկանց մեջ էլ շերտավորումներ կան։ Մի քանի շերտ ասեմ, շերտ կներեք էլ որ շերտ եմ ասում, չգիտեմ, դասակարգ կարամ ասեմ, դասակարգումներ կան։ Կան մարդիկ, ովքեր լսել են Աստծո խոսքը եւ մերժել են, բայց ոչ էլ սատանային են հանձնվել։ Պարզապես մերժել են, բայց ապրում են իրենց սովորական կյանքով։ Կան մարդիկ, ովքեր Աստծո խոսքը չեն լսել,
Այն ջունգլներում այնքան մարդիկ կան ապրող կամ մուսուլմանական երկրներում, ովքեր Քրիստոսի մասին չեն լսել։ Այսինքն, այս մարդիկ չեն լսել, դե ուրեմն ոչ էլ ընտրության հնարավորություն եղել, ոչ էլ կարաս ասես քրիստոնյա կամ քրիստոնյա չի։ Սովորական այս կյանքով ապրող մարդիկ։ Էլիս են շերտ բաներ կան դասակարգում։ Բայց մի հատ ուրիշ դասակարգում մի մասն եմ ուզում ասեմ, որը ստեղ ես էդի նկատի ունեմ։ Ժողովուրդ, մարդիկ կան, լսել են ինչ-որ չափ, ծանոթ են Աստծո խոսքին, բայց լավ չեն ապաշխարում։ Դեմ չեն, բայց ոչ էլ նվիրվում են։ Կարծում մեր շատերի ընտանիքներում նման մարդիկ կան։ Մեր շատերին ծանոթ նման մարդիկ կան։ Նման մարդկանց վերաբերյալ Հիսուսը այսպիսի բան ասեց. Եթե մեկը ձեզ մի բաժակ սառը ջուր խմցնի իմ անունով, իր վարձքը չի կորցնի։ Այսինքն նման մարդկանց Հիսուսը չգովեց, բայց ոչ էլ պախարակեց։ Որ ասում է իր վարձքը չի նշանակում այդ վարձքը փրկությունն է։ Փրկությունը միայն Հիսուս Քրիստոսի արյունով մաքրվելով է։ 7-րդ գլխում գրված է. ովքեր իրանց հանդերձները լվացին Քրիստոսի արյունով։ Հիմա, բայց մարդիկ կան, որ իրանց ընտանիքին բերում են եկեղեցի, հետո գալի տանում, բայց իրանք չեն գալի։ Մարդիկ կան, իրանց ընտանիքին թույլ են տալի, որ հավատքի մեջ լինեն, իրանց տանը խմբակ լինի, միտեղ որ հավատացյալների մասին խոսեն, իրանք դեմ կկանգնեն, կռիվ կանեն, բայց հավատքի մեջ էլ չեն։ Կան սենց մարդիկ ժողովուրդ։ Հիմա այս բոլոր ընթացքում, այս փողերի փչելու ընթացքում, Աստված նման մարդկանց էլ է ուզում բերի, արթնացնի։ Մի մասը միգուցե գան, արթնանան, բայց էլի նման մարդիկ կլինեն։ Մի դասակարգ այն նման մարդիկ կան, որ հավատքի մեջ չեն, բայց ոչ էլ դեմ են։ Նվիրված չեն, բայց ինչ որտեղ ընդունում են։ Հավատում են Քրիստոսին, բայց չեն նվիրվել։ Այսինքն հափշտակությանը չեն մասնակցում։ Այն որ Քրիստոսը հնձեց, այդ հունձքին իրան չմասնակցեցին։ Ես կարծում այս 17-ից մինչև վերջ որ կարդացինք, այդ նման մարդկանց մասին է խոսքը, կարծում եմ, քիչ առաջ ասի, սա զուտ կարծիք է, 100%-ով չեմ ցենց ասում փեչատում։ Բայց ոմանցից լսել եմ, չէ, սատանայի կողմը չեն իրանք։ Ես սենց եմ հասկացել։ Այս մարդիկ, երբ որ հափշտակություն լինի, այս մարդիկ խաբար են լինելու։ Կարող են շատերը խաբար չլինեն։ Շատերը կարող հափշտակությունը տենց էլ չտեսնեն, որովհետև իրանք քրիստոնյաներից հեռու ինչ-որ կյանքով են ապրում։ Օրինակ, Հիսուսի խաչելության ժամանակ այն մարդը, որ արտից էր գալի, խաբար չէր, ինչ է կատարում, բռնեցին Քրիստոսի խաչը դրեցին վրա։ Այդպես մարդիկ կան։ Հիմա կարող է շատերը չիմանան, բայց այս մարդիկ, այս տիպի մարդիկ, այս հափշտակությանը խաբար են, որովհետև իրանց ընտանիքի անդամներն են լինելու հափշտակվողները, իրանց ծանոթ հավատացյալներն են լինելու հափշտակվողները։ Եվ դրանից հետո իրանց մեջ մի բան է կատարվելու։ Իրանք ընդդիմանալու են ներին։ Իրանք ուզենալու են արդեն ինչ որտեղ, բայց դե արդեն հափշտակություն եղել է։ Ժողովուրդ, ոմանք ասում են հափշտակությունից հետո մի հատ էլ հափշտակություն տիլ։ Ես դրան չեմ հավատում, հափշտակություն մի անգամ ալնել։ Ես տենց եմ հասկացել։ Հափշտակություն մի անգամ ալնել։ Բայց ես հասկացել եմ այս դրանից, այս մարդիկ էլ ուրիշ մանգաղով են հնձվելու, այս մարդիկ իրանց արյունով պետք է պատասխան տան։ Ինչ որ չափ Աստծո դատաստան է գալու իրանց վրա, որտեղ չապաշխարեցին։ Բայց Աստված սրանց չի դատելու այն հակառակորդների նման, այն ովքեր որ սատանայի հետ էին, նրանց նման չի դատելու։ Պարզապես իրանց արյունը թափվելու է, իրանց արյունը այսքան առատ թափվելու է։ Իրանք չեն միանալու հարսին, բայց ես հավատում, որ իրանք ընդեղ այն մյուսներից ավելի բարձր կարգ են ունենալու։ Կարես միտքս ասեմ։ Իրանք ընդեղ վարձ չեն ստանալու։
այդ վարձքը ոչ թե փրկությունն, այլ այդ վարձքը իրանց այն դիրքն է, որ այնտեղ իրանք ունենալու են։ Իրանք այնտեղ բարձր են լինելու այն մյուսներից, ովքեր չեն ընդունել Քրիստոսին, ովքեր ընդհանրապես հակառակվել են։ Այս մարդիկ չեն հակառակվել, բայց չեն լապաշխարել, դրա համար իրանք ինչ որ չափ դատվելու են, իրանց արունը թափվելու է, բայց այնտեղ դիրք են ունենալու։ Սա կրկնում եմ, իմ հասկացածն է, բայց 100%-ով չեմ պնդում, բայց կուզեմ, որ դուք այս դասակարգի մեջ չլնեք։ Կուզեմ դուք այն նվիրվածների դասակարգի մեջ լինեք, այն Աստծուն հանձնվածների դասակարգի մեջ լինեք, որովհետև մեր փրկությունը ոչ թե մեր արյունով ալնելու, մեր փրկությունը Հիսուս Քրիստոսի արյունով է։ Մենք մեր դատապարտությունը, մենք ուրիշ դատապարտություն չենք ընդունելու, մեր դատապարտությունը Քրիստոսը վերցրեց իր վրա։ Քրիստոսի դատը համարում է մեր դատը։ Էլ մենք նոր դատապարտության մեջ չենք մտնելու, բայց ատյանի առջև պիտի կանգնենք մեր բաժինը ստանալու համար։ Հասկանում եք մեր եւ իրանց տարբերությունը։ Նենց որ ես կառաջարկեմ ոմանք չմտածեն, դե ինչ լավ է, որ մի հատ էլ բան կա, էլի, հնարավորություն։ Էնի հնարավորություն չի։ Էնի շատ վատ բան է, էնի արյուն թափել է, էնի դատ է, էնի դժվարություն է։ Համել ընդեղ էլ Քրիստոսի հարսի մեջ մտնել չկա։ Էլ Քրիստոսի ընտանիքի մեջ մտնել չկա։ Նենց որ եկեք հանկարծ դուք այս ընտրությունը չվերցնեք։ Եթե բան եք ասելու համեցեք եղբայրներ։ Եթե չէ, բերեք շարունակենք։ Հիմա 15 գլխից սկսում եմ, շարունակենք։ Ուրիշ մեծ ու զարմանալի նշան տեսա երկնքի մեջ 7 հրեշտակներ, որոնք 7 վերջին հարվածներ ունեին, որովհետև նրանցով պիտի կատարվեր Աստծո բարկությունը։ Եվ տեսա, որպես թե մի ապեճեղեն ծով կրակով խառնված նրանք, որ հաղթեցին Գազարին ու նրա պատերին եւ նրա դրոշմին, ապաճեղեն ծովի վրա կանգնած էին Աստծո քնարներ ունեին եւ Աստծո ծառայի Մովսեսի երգը կերչեին գառնուտի երգ ասելով. Մեծ ու զարմանալի են քո գործերդ, ով Տեր Աստված, այսինքն մենք երգում ենք, եթե գիտեք։ Ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո ճամփաներդ, ով թագավոր սուրբերու, Տեր, ով պիտի չվախենա քեզնից ու քո անունը չփառավորե, որովհետև դու միայն սուրբ ես, քանի որ դու բոլոր ազգերը պիտի գան ու քո առջևդ երկրպագություն պիտի անեն, որովհետև քո արդար դատաստաններդ հայտնվեցան։ Էսի արդեն այն հնձված, այսինքն հափշտակված սուրբերը երկնքում ինչ երգ են երգելու։ Սրանց հետո տեսա, որ բացվեցավ վկայության խորանի տաճարը, որ երկինքն էր ու 7 հարվածներ ունեցող 7 հրեշտակներ մաքուր ու պայծառ կտավ հակած եւ իրենց կուրծքերի վրա ոսկեղեն գոտի կապած տաճարից ելան 4 կենդանիներից մեկը 7 հրեշտակների 7 ոսկեղեն սկավառակներ տվեց հավիտյանս հավիտենից կենդանի եղող Աստծո բարկությունով լեցուն ու տաճարը Աստծո փառքից ու նրա զորությունից ծուխով լեցվեցավ ու մեկը չէր կարող տաճարը մտնել մինչեւ կատարվեն 7 հրեշտակների 7 հարվածները։ Այս 15 գլխում արդեն ոնց որ բաժանվի երկու մասի։ Մի մասը երկնքում ինչա կատարվում, մի մասը երկրը ինչա կատարվում, այդ նույն ժամանակահատվածում։ Նույն ժամանակահատվածում երկնքում սուրբերը պիտի փառաբանեն Աստծուն, իսկ երկրի վրա հարվածներ են գալու ում վրա, հիմա ասեմ, ստե որ ասում է տաճարից բանի, հա, տաճարից ելան, տաճարից թե խորանից։ Իսկ Եվրայեցիների թղթում Պողոսը բացատրում է խորանի մեջ ինչ կար։ Այնտեղ մանանա կար, Ահարոնի գավազանը կար եւ այլն, բայց կար նաեւ այն քարե տախտակները, որ Աստված գրել էր, պատվիրանները տվել էր Մովսեսին, այդ տախտակներն էին։ Եվ ասես բացատրություն եմ կարդացել այն բացատրական գրքերի մեջ, որ այդ ոնց որ այդ քարի մոտից այդ հրեշտակները եկան, այդ քարի, այսինքն այդ պատվիրանների ովքեր որ այս պատվիրանները մերժեցին, ովքեր այս պատվիրանները չկատարեցին, հարվածները նրանց վրա է գնալու։ Այսինքն հիմնականում ես ասած չէ, դասակարգումներ կան։ Մարդիկ, ովքեր մերժեցին Աստծուն։ Հիմա, այն ովքեր հանձնվեցին սատանային, նրանց տեղը կրակի լիճն է։ Բայց ովքեր մերժեցին Աստծուն, բայց չհանձնվեցին սատանային, նրանք էլ պատիժ ունեն։ Եվ այստեղ մի կարևոր հայտարարություն։ Ովքեր ծնող են լավ կհասկանան։ Քո երեխան եթե մի չարություն անում, մի սխալ բան անում,
կարող է պատժես, բայց նրան չես մորթի։ Նրան չես սպանի, նրան մահապատիժ չես տա, նրան բանտ չես նստացնի։ Ընդամենը կպատժես, որպեսզի փոխվի։ Հիմա, մինչև այդ Աստված իր զավակների համար, դե բոլորը չեն իր զավակները, բայց իր զավակներին ընտրելու համար պատիժներ էր տալի, հարվածներ էր տալի, բայց այստեղ արդեն ոչ թե ապաշխարության համար, այլ հենց Աստծո բարկություններ իշնում։ Որտև երկրի վրա մնացել են արդեն ոչ Աստծո ժողովուրդ, Աստծո ժողովուրդը արդեն ապշտակված է։ Երկրի վրա էլ եկեղեցին չկա։ Հիմա, որ երկրի վրա էլ եկեղեցին չկա, իմ համար այդքան էլ հետաքրքիր չի, բայց ամեն դեպքում կարդանք, էլի կիսատ չթողենք։ Այդ 660-ն իմ համար այդքան հետաքրքիր չէր։ Ու տաճարից մեծ ձայն լսեցի, որ 7 հրեշտակներին կասեր. գնացեք Աստծո բարկության սկավառակները երկրի վրա թափեք։ Սկավառակ նշանակում է ինչ որ մի աման, ինչ որ մի անոթ, որի մեջ այդ Աստծո բարկության գինին էր լցված։ Առաջին հրեշտակ գնաց ու իր սկավառակը երկրի վրա թափեց ու չարաչար պալարներ ելան այն մարդկանց վրա, որոնք գազանի դրոշմ ունեին ու նրա պատկերին երկրպագություն կանեին, արդեն հասկացաք, ում վրա։ Երկրորդ հրեշտակը իր սկավառակը ծովի վրա թափեց ու ջրերը մեռած մարդու արյուն դարձան եւ ծովի մեջ բոլոր կենդանիները մեռան։ Երրորդ հրեշտակը իր սկավառակը ջետերի ու ջրերի աղբյուրների վրա թափեց ու նրանք արյուն դարձան եւ ջրերի հրեշտակից լսեցի, որ կասեր. արդար ես դու, ով որ ես եւ որ ես եւ սուրբ ես, որ այսպիսի դատաստաններ արեցին, որտեղ նրանք սուրբերու մարգարեների արյունը թափեցին եւ դու նրանց արյուն խմել տվեցիր, քանզի արժանի են։ Եվ սեղանից լսեցի, որ կասեր. այո, ամենակալ Տեր Աստված, քո դատաստանները արդար ու ճշմարիտ են։ Էլի նույնն է, բայց դե մի բան ուզում ուշադրություն դարձնենք։ Գրված է ջուրերի հրեշտակ 5-րդ համարում։ Փաստորեն կա ջուրերի հրեշտակ։ Ուրեմն կա նաև երևի ծառերի հրեշտակ էլ, սարերի հրեշտակ էլ, հնարավոր է թե չէ։ Կա կենդանիների հրեշտակ էլ։ Այստեղ 14 գլխի մեջ մի հատ կար բանը, մի հրեշտակ, որը կրակի վրա իշխանություններ, կրակի հրեշտակ էլ։ Այսինքն ամեն մի բան իր պատասխանատուն ունի հրեշտակ։ Բայց ես ուզում եմ սրան շարունակեմ ավելացնեմ, կա հաստատ կա նաև մարդկանց հրեշտակ։ Բայց ես չեմ կարծում բոլոր մարդկանց մի հրեշտակ կա։ Ես հավատացել եմ, որ ամեն մարդուն հրեշտակ կա։ Օրինակ Գործք առաքելոցի մեջ 12 գլխի մեջ, չէ՞, որ Պետրոսը բանտում էր, որ հրեշտակը նրան բանտից հանեց, որ եկավ դուռը թակեց, աղախինը գնաց այս Պետրոսն ասին իր հրեշտակը կլինի։ Այն ժամանակվա մարդիկ գիտեին, որ ամեն մարդ հրեշտակ ունի։ Կամ Հիսուսը ասեց, այս փոքրիկներից մեկին չանարգեք, որտեղ իրանց հրեշտակները ամեն օր տեսնում են իմ հոր երեսը։ Այսինքն ամեն մարդու համար Աստծո կողմից մի հրեշտակ կա կարգված։ Ուրախ ես սրա համար, թե չէ։ Դու դե այդ խոսքը միշտ լսել եք, պահապան հրեշտակ։ Ոմանք այդ պահապան հրեշտակը համարում են մարդ, չէ, իրապես հրեշտակ կա քո համար։ Եթե հրեշտակը քեզ չպահեր, հիմա վաղուց դու չկայիր։ Դու կաս, որովհետև այդ հրեշտակը պահելա չես։ Բայց ավելին ասեմ, 34 Սաղմոսում գրված է, որ Աստծո հրեշտակը, Աստծուց վախ ունեցողի շուրջը հրեշտակների բանակ է դնում նույնիսկ։ Այսինքն քո շուրջը, եթե դու Աստծուց վախ ունես, բանակ կա հրեշտակների։ Աստված այնքան հրեշտակ է ստեղծել, որ մարդկանց կարողանա պահի։ Մարդիկ շատ կարիք ունեն պահվելու։ Չորրորդ հրեշտակը իր սկավառակը արևի վրա թափեց եւ նրան զորություն տրվեցավ, որ խորշակահար անի մարդկանց կրակով։ Եվ սաստիկ տաճից խորշակահար եղան մարդիկ եւ հայոյեցին Աստծո անունը, որ այս հարվածների վրա իշխանություն ունի ու չափ աշխարհեցին, որ նրան փառք տան։ Ուշադրություն դարձրեք։ Այն փողերի փչելու ժամանակ ոմանք ապաշխարում էին։ Իսկ այստեղ արդեն չեն ապաշխարում, որովհետև Սուրբ Հոգին երկրի վրա չի։ Սուրբ Հոգին է մարդուն ապաշխարության բերողը։ Քանի որ Սուրբ Հոգին երկրի վրա չի, այս մարդիկ չէին ապաշխարում, այլ ճիշտ հակառակ հայոյում էին։ 5-րդ հրեշտակը իր սկավառակ գազանի աթոռի վրա թափեց ու նրա թագավորությունը խավարեցավ ու մարդիկ ցավից լեզուները կծամեին ու երկնքի Աստծուն հայոյեցին իրենց ցավերի եւ իրենց պալարների պատճառով, բայց իրենց գործերից չափ աշխարհեցին։ Դարձյալ նույնը։
էլ ապաշխարող չէին մարդիկ։ 6-րդ հրեշտակի սկավառակը մեծ գետի Եփրատի վրա թափեց ու նրա ջրերը ցամաքեցան, որպեսզի արևելքի թագավորների ճամփան պատրաստվի, եւ տեսա, որ վիշապի բերնից ու գազանի բերնից եւ սուտ մարգարեի բերանից 3 պիղծ ոգիներ կելնեին գորտերի նման, որտեղ նրանք դևերի ոգիներ էին, որ նշաններ կանեին, ու բոլոր աշխարհի թագավորների մոտ կգնային, որպեսզի նրանց Աստծո ամենակալ Աստծո այն մեծ օրվա պատերազմի համար հավաքեն։ Մի այստեղ կարդում ենք, ահա գողի պես կգա 15 համարը, բայց մի թարգմանության մեջ ասում է, որ Աստված ասում է, որովհետև Աստված ասում է, ահա գողի պես կգամ, երանի նրան, որ արթուն կճենա ու իր հանդերձները կպահի, որպեսզի մերկ չպտտի ու իր ամոթը չերևա։ Եվ նրանց միտեղ հավաքեցին, որ եբրայեցերեն Արմագեդոն կկոչվի։ Բերեք 7-րդն էլ կարդամ, նոր գանք այս Արմագեդոնի մասին մի քանի բան ասել։ 7-րդ հրեշտակը իր սկավառակը օդի վրա թափեց ու երկնքի տաճարից աթոռից մեծ ձայն եղավ ասելով. եղավ, եւ փայլակներ ու ձայներ եւ որոտումներ եղան ու մեծ երկրաշարժ եղավ, այնպես որ մարդկանց երկրի լինելուց ի վեր այնպիսի մեծ երկրաշարժ չէր եղել։ Մեծ քաղաքը 3 մաս եղավ ու ազգերի քաղաքները կործանեցան եւ Աստված մեծ Բաբելոնը հիշեց, որպեսզի իր սաստիկ բարկության գինի գավաթը նրան տա։ Եվ ամեն կղզի փախավ ու լեռները չգտնվեցան եւ խոշոր կարկուտ, գրեթե տաղանդի կշիռքով, տաղանդը 42 կիլո է։ Պատկերացնում եք 42 կիլոանոց կարկուտ։ Երկնքից ճիշտներ մարդկանց վրա, մարդիկ հայոյեցին Աստծուն կարկուտի հարվածի համար, որովհետև խիստ մեծ էր այն հարվածը։ 7 այդ բարկության սկավառակները թափվեց տարբեր տեղերում եւ վերջում տեսնում ենք ինչ եղավ։ Ես ուզում եմ ստեղ 16-ի 16, որ Արմագեդոնն ասում, եկել 17-ի այս 17-ի 16-ի 19-20, որ ասում է ամեն կղզի փախավ, լեռները չգտնվեցան, խոշոր կարկուտ եւ այլն։ Ուրեմն մարգարեների մեջ այսպիսի բաներ կա, ես դուրս եմ բերել։ Երեմիայի 25-րդ գլխի եւ 51-րդ գլխի մեջ այնտեղ ահագին երկար բացատրված է Բաբելոնի պատիժը, Բաբելոնի անկումը։ Եզեկիելի մարգարեության 39 գլխի մեջ, չէ, ես արդեն 18, դուր ասում եմ թրջունները գանտեն։ Հովելի 3-րդ գլխի մեջ 9-16 համարներում Աստված ասում է մեծ պատերազմ պիտի լինի Հովսապատի հովտում ու վճռո հովիտա կոչվելու, այսինքն այդտեղ Աստծո վճիռը պիտի կատարվի։ Սոփոնիայի 3-րդ գլխի մեջ ասում է վճռել եմ ազգերը հավաքեմ ու իմ բարկությունս թափեմ նրանց վրա։ Զաքարիա 14-ի 2-ից 5-ում Տերը պիտի ազգերի հետ պատերազմի։ Իմ Տեր Աստվածս պիտի գա, բոլոր սուրբերը քեզ հետ պիտի լինեն։ Այսքան ասացի, որ մարգարեների մեջ արդեն Աստված է այսօրվա համար։ Այս Արմագեդոնի օրվա համար մարգարեների մեջ Աստված է։ Եվ ճիշտ ասում է այդ 3 գորտերը գնացին հավաքելու, բայց Աստված է թույլ տվել, Աստված ասում է ես պիտի հավաքեմ։ Այդ դաշտում այդ Հովսապատի հովիտի մեջ, իսկ Հովսապատի հովիտը ուզում եմ հիշեցնեմ, Հովսապատը ով էր։ Հովսապատը Հուդայի թագավորներից մեկն է, որ Աստվածապաշտ թագավոր էր, եւ գողի ազգերը մի հատ մեծ բազմություն հարձակվեցին Հովսապատի վրա, ինքը ծոմով ժողովրդին հետ եղող ժողովրդին առաջնորդեց ծոմով եկան Աստծո առաջ, Աստված մարգարեի միջոցով ասեց այդ պատերազմը քոնը չի, ես եմ անելու, դուք պետք է սուր չբանացնեք, բայց գնացեք տեսեք ինչ եմ անելու։ Եվ Հովսապատը հավատաց, հելավ ժողովրդին ասեց, սա այս ինչ որ ասում եմ գրված է երկրորդ մնացորդած 20-20-ում, ասում է որ Աստծուն հավատացեք եւ ապահով կլինեք, նրա մարգարեներին հավատացեք եւ էլի ապահով վերջը։ Նենց որ երկչախմբին ա դնում, Աստվածորնի երկչախմբին, այս կողմից ցույց տամ, երկչախմբին ա դնում զորքի արչեվից, փառը բանելով էթում են։ Եվ Աստված ինչ անում։ Այդ թշնամիները, որ եկել էին իր վրա, այս հաջողություն բառը մոռացել էի։ Այդ թշնամիները, որ եկել էին իր վրա, իրանք մեջ էլ իրար դեմ են, թե ընդ երկու զինվոր ինչ բանի վրա կռվում են, թե ինչ, սկսում են արդեն իրաց։ Այդ իրանք իրար դեմ էլ իրար կոտորում են,
Հովսափաթը իր ժողովրդում տենումա, թշնամի չկա, լրիվ կոտորված, եւ սկսում են դրանց ավարը հավաքել։ 3 օր հավաքում են, 4-րդ օրը տոնախմբություն են անում։ Եվ այդ հովիտը կոչվում է Հովսափաթի հովիտ։ Եվ Աստված ասում, այդ Հովսափաթի հովտում նույն բանն եմ անելու։ Այսինքն, այս ազգերը այդ գործերի նման ոչիներով այդան բոլորին բերեն, Եփրատից անցնեն եւ գան այս հովիտը, այս ազգերը գալու են Երուսաղեմի վրա, բայց Աստված նենց անելու, այդտեղ հենց նրանք իրանք իրար կոտորեն։ Եվ դեք ոնց կոտորեն։ Իմիջիալոց Աստված ինքն էլ գիտեք ինչ անելու, այսինքն երկրաշարժ անելու, կարկուտայի չեցնելու, Աստված էլ երկնքից է կոտորելու։ Եվ իրանք իրար են կոտորելու, եւ Աստված էլ երկնքից է կոտորելու, եւ ես 2 համարել եմ դուրս բերել։ Եսայի մարգարեության 13 գլխի 9-ից 12 համարներում Աստված ասում է. «Մեղավորներին բնաջինջ պիտի անեմ ու պիտի պատժեմ աշխարհի իր չարության համար, որից հետո մարդը ոսկից պատվական պիտի անեմ»։ Եվ Եսայի 17:6-ում գրված է, ոնց որ ասում է ծառը, մրգի ծառը թափահարում ես, այնտեղ թզենի է գրած, թափահարում ես, թափում ես, ամեն ոստի վրա մի 4 հատ, 5 հատ ամենը ընդամենը, ծառ թափտված կաք, կամ տեսել եք, այս համարները գրում եք այնտեղ, 4-5 հատ պիտի մնա։ Այսինքն այդքան քչանալու են մարդիկ։ Եվ ինչի համար Աստված էս անում։ Այն բոլոր մարդիկ, ովքեր չարությունն են իրանց մեջ, Աստված վերացնելու է։ Այն բոլոր մարդիկ, ովքեր հակառակ են Աստծուն, վերացնելու է։ Պարզապես տարբերություն կա։ Նրանք, ովքեր գազանին երկրպագեցին, նրանց կրակի լիճ է գցում, բայց ովքեր գազանին չերկրպագեցին, ընդամենը մեռցնելու է։ Բա կարող ասեք տարբերություն, որ հասնենք 20 գլուխը տարբերությունը կտենակ։ Տարբերություն կա։ Եվ մարդուն նոր կարդացինք, ոսկուց թանկ անելու։ Բայց մենք այդտեղ չենք։ Այս ժամանակ մենք այդտեղ չենք։ Այս Արմագեդոնի ժամանակ 19 գլխում է գրված, թե մենք որտեղ ենք։ Մենք հարսանիքի մեջ ենք։ Օթերի մեջ։ Մենք այդտեղ չենք։ Շնորհակալ եմ Տեր Աստծո, որ մենք այդտեղ չենք։ Շուտ մարդիկ կան պատերազմ են սիրում։ Իմիջիալոց ստեղ մի բան եմ նկատում։ Ովքեր են գալու այդ պատերազմին։ Այս գործերի նման ոգիներ որ գնացին համոզեցին, ովքեր որ համոզվում են սատանային, ովքեր որ պատերազմ սիրում են, ովքեր որ ասում են այդան կոտորենք, այս մարդիկ գալու են ու իրանք կոտորվելու են։ Իսկ ով որ խելոքը ասում ախպեր ես պատերազմից գործ չունեմ, ինքը ապահով է։ Հասկացաք ինչ եմ ասում։ Դրա համար ասում է չարերին պիտի պատժեմ։ Չարերն են պատերազմ սիրում։ Չարերն են ուզում այդան որևէ մեկին կոտորեն։ Չարերն են ուզում վատություն անեն։ Այդ դրանք պիտի գան ու եւ իրանց այդ վատությունը իրանց գլխին է դառնալու։ Եվ մնալու են խելոքներ, ովքեր պատերազմ չեն սիրում, ովքեր խաղաղություն են սիրում։ Այդ խելոքները մնալու են եւ այնտեղ մի համար կար, չէ՞ որ ասում է ահա շուտով գալու եմ։ Հիսուսը այդ ժամանակավոր Հիսուս այս Արմագեդոնից հետո Հիսուսը եկեղեցու հետ սուրբերի հետ պետք է իջնի երկիր եւ հաստատի հազարամյա թագավորությունը։ Այդտեղ մենք կանք արդեն։ Այդտեղ մենք մասնակից ենք։ Դրանից հետո որտեղ Հիսուսը ընդեղ մենք։ Դրանից հետո Հիսուսի հետ մենք ինչ Գոգն Մագոգը, հա։ Եթե բանն եք ասելու, ծառայողներ, համեցեք։ Բանս ասում և աղբեր։ Դե եթե չէ ամեն ասող կաս իմ ասածներին։ Հավատացեք, որ այն ինչ որ ես ասում եմ, իմ ասածների համար, ինչ որ չապ պատասխանատու եմ, այսինքն Աստծուց վախ ունեմ։ Ես չեմ վերցնի, ինչ որ, եթե մի բան համոզված եմ սխալը, չեմ վերցնի ասեմ։ Բայց ոչ էլ մտադիր եմ վիճաբանեմ այս բաների հետ, ասենք որևէ մեկ եթե ուզենա վիճի։ Ախպեր կարակ չընդունեք։
բայց ինչքան որ հասկացել եմ, ինչքան որ ընդունել եմ, ասում եմ ձեզ, մի հատ էլ սենց ընդհանուր բան ասեմ, Աստված ինչ որ անում է, մարդկանց համար անում, բայց մարդկանց մեջից ընտրում է իր բաժինը, ով որ չընտրվեց որպես իր բաժին, նրանց էլ հանդիպեցնում է նրան ինչի որ արժանի են, իսկ մեզ հանդիպեցնում է ոչ թե նրան, որ մենք արժանի ենք, այլ մեզ շնորհք է ցուցաբերում, այսինքն մեզ բաների հանդիպեցին, որ չենք արժանացել, բայց արժանացնում է, այսինքն այդ հավիտենական կյանքին մենք չենք արժանացել, բայց որ ընդունում ենք Հիսուսին, մեզ արժանացնում է, այդ փրկությանը մենք չէինք արժանացել, բայց որ ընդունում ենք Հիսուսին, մեզ արժանացնում է, ուզում ասեմ, մենք պարծենալու բան չունենք, բոլորը իրանից է, մեր անելիքը միայն իր հետ համաձայնվելն է, մեր անելիքը միայն իրան նվիրվելն է, մեր անելիքը չարը մերժելը և բարին ընդունելն է, այս է մեր անելիքը, մնացած Աստված վերցնում է իր վրա, և հավատացեք, եթե դուք մնաք սրբության մեջ, դուք ապահով եք, ապահովությունը սրբության մեջ է, այո, ապահովության համար Աստված կարող է ինչ-որ տեղել տանի, թաքցնելու համար, բայց կարող այն ամենակենտրոնում եք, բայց Աստված պահի, նենց որ ապահովություն միայն սրբության մեջ է, իսկ եթե մեկը մեղքերի մեջ է և ուզենա ինքը իրան ապահովեցնի, հնարավոր չի, եթե Աստված չպահի, մարդը չի կարող ինքը իրան պահել, իսկ որպեսզի Աստված պահի, մենք պիտի հանձնվենք իրան, ամեն, նաև ուզում հիշեցնեմ Մատթեոս 6:33-ը, դուք փնտրեք Աստծո թագավորությունը և նրա արդարությունը, մնացած բաները ձեզի կտրվի, մինչև հիմա այդ մնացած բաները հասկացել ենք կերակուր, հագնելիք բան և այլն, և հիմա ուզում ասեմ, այդ մնացած բաները նաև ապահովություն, օրհնություն, վերջը, ինչի կարիք կարող է մարդը ունենա, բոլորը կտրվի այն ժամանակ, երբ որ մենք Աստծո թագավորությունը փնտրենք և նրա արդարությունը, Աստված օրհնի ձեզ, ես վերջացրի։